Բարև բոլորին ժողովուրդ ջան, ձեզ հետ է Gold Dragon Starks-ը ժողովուրդ։ Իսկ դա նշանակում է, որ մենք այսօր վերլուծելու ենք իմ խաղացած շախմատը։ Շատ հետաքրքիր խաղ է ստացվել, դիմացինս էլ իմ համար որպես որ շատ էի խաղում ես 1 րոպեանոց խաղեր, որտեղ ժամանակը չի ավելանում, ու որոշեցի այսօր 10 րոպեանոց դնեմ ու սկսեցի խաղալ ու ոնց որ հենց առաջի խաղս էր էլի այս երկար դադարից հետո 10 րոպեանոցի, տեսեք ինքը 1.54 րոպե ունի, ես 4.9 րոպե ունեմ, շատ հետաքրքիր խաղ ստացվեց, հիմա ես համ կփորձեմ իմ խաղը մեկնաբանեմ, համ վերլուծեմ ժողովուրդ ջան, որովհետև այնտեղ քայլեր տեսա, որ ես արել եմ, բայց դրա համար փոշմանեցի, տեսեք հիմա նայեք ոնց է խաղը սկսել։ Ինքը ձիով եկել է F3, ես C6 եմ եկել ձիով, այսի շատ սովորական բան է, տեսեք, բայց ինքը արեց այս քայլը, ստեղ ես մեծամասամբ անում եմ այս քայլը, E5 եմ անում, G3-ից հետո ես արեցի E5, այստեղ ինքը արեց փիղ G2, ստեղ ես հարձակվեցի արդեն իր ձիու վրա, E4, ինքը արեց H4, տեսեք, այս դեպքերում ես մի քիչ չեմ հասկանում տվյալ խաղացողներին, որովհետև ձին արդեն հայտնվում է նենց կետում, որ իր վրա անընդհատ հարձակում եթե լինի, ոնց որ ինքը կորցնում է էլի իր նշանակությունը, տեսեք, հիմա ես էլի հարձակվեցի, ինքը եկավ այստեղ, ես բացեցի փղիս ճանապարհը, ինքը կերավ ստեղ, սա այդքան էլ, որ ասեմ, ինչ-որ մեծ հարված էր իմ պաշտպանությանը, չէ, ես եկա արքա F8, հիմա տեսեք ժողովուրդ, որտեղ որ ես չեմ ասում, ես աջ կողմը ինքը գրում է, էլի ինչ քայլեր ա եղել, տեսեք, ինքը գնաց H5, այս դիրքը ժողովուրդ մի հատ ֆիքսեք, նայեք, ես արդեն ինչքան սենց իմ դեմերը բացել եմ փղից, ձիուս, որ կարան արդեն իրանք հերնեն աշխատեն, իսկ ինքը հլը ոչ մի բան չի արել, այդ առումով իր համար շատ վատ է, այստեղ ես արդեն հարձակվեցի փղով ժողովուրդ, G4 գնացի, ինքը եկավ այստեղ, F4 ձին, դրանից հետո ես ձին իհարկե արդեն հանեցի ժողովուրդ, ուստուց ավելի հետաքրքրանում է, որ շատ տենց բաներ եմ տեսել, նայեք, B3 արեց, փորձում է փիղը հանի, բայց փիղը հանի ինչի համար է հանում, որովհետև այստեղ ունեմ ես ձի, որը կապված է նաև նավակի հետ, այսինքն ինքը ուզում է այդ հարվածը անի, բայց իհարկե իմ փիղը պաշտպանում է, ու այստեղ ինքը իմ ասածը արեց, ես դա մտածում էի, բայց ստե ես չգիտեմ, որ նայեցի, քայլը արել եմ նայեք, E3, բայց ինձ թվում է, ավելի ճիշտ կլիներ, որ կողքի զինվորը անեի, չեմ հիշում, կներեք հիմա անունը, ժողովուրդ ջան, հիմա մի րոպե, ես մի հատ հետ տամ, հա, D5-ը կարող էի անել, ժողովուրդ, D4 եմ գնացել, չէ, D3, դեպի D3 կներեք ժողովուրդ, դեպի D3 ես կարող էի այստեղ քայլ անեի, նայեք, որ D3 հարված էի, այստեղ զինվորով հարված էր, ես էլ իմ զինվորով հարված էի, ինքը այս արքայի դեմի զինվորը չէր հարվածի, որտև թագուհին կբացեր, ու այդտեղ ես կունենայի լայն շանսեր իր պաշտպանություն ներգործելու, ես արեցի այս քայլը, հետո նոր նկատեցի այդ ամեն ինչը ժողովուրդ, այստեղ ինքը հարվածեց, ես էլ հարվածեցի, այստեղ արդեն գալիս է թագուհիները փոխանակելու պահը, բայց ինքը չարեց էդի, ես արդեն ստեղ հարվածեցի, տեսեք, ինքն էլ հարվածեց, ես շախ տվեցի, արդեն փորձում եմ իմ ֆիգուրները մտցնեմ, սենց ասած, կռվի մեջ, ու այստեղ էլի շատ հետաքրքիր բաներ փորձեցի անեմ, նայեք, հիմա ստեղ ինչ պահա գալիս,
Նայեք, ստեղ ինքը ձիով եկավ, այսինքն իր փղի դեմը փագեց։ Ես թագով եկա, ինչի համար, նայեք, ինչ կատարվեց ստեղ։ Հիմա, այստեղ ես հարձակվում եմ թագավորի մոտի զինվորի վրա։ Ինքը փորձում է պաշտպանի, բայց դրանով նաև իր փղի ճանապարհն է փակում։ Այս հարվածը, որ գալիս է դեպի ձիով, դեպի նավակ։ Ահա, տեսեք, ես թագով եկա ստեղ, արդեն քանի որ այդ բանը փակվել է, ինքը զինվորով եկավ առաջ եւ ուզում է հարվածի իմ ձիուն։ Այստեղ ես որոշեցի, որ անեմ այս քայլը։ Ստեղ կարար ինքը էլի փղով փոխանակեր ձիուն եւ այլն, բայց դա իր համար շատ վատ էր լինելու։ Ինքը արքայով եկավ առաջ։ Ինքը վատ խաղացող չի, ժողովուրդ ջան, իմ համար էլի, որպես խաղացող, որ երկար ժամանակ 10 րոպեանոց չէի խաղացել, այլ ավելի արագ խաղեր էի խաղացել, ինքը իմ համար այս դեպքում այդքան է վատ չէր խաղում, որտեվ սովոր չէի դեռ։ Նայեք, ստեղ ես ձիով եկա։ Ե5։ Ահա, այս մեկը ժողովուրդ։ Ուզում եմ ձեր ուշադրությանը տամ, ժողովուրդ ջան, նայեք։ Ինչա կատարվում ստեղ։ Ստեղ ինքը հարվածում է արդեն իմ փղին։ Բայց ստեղ շատ կարևոր բան կա։ Ես պետքա չթողնեմ, որ ինքը իմ փղին հարվածի իր ձիով, որ այդքան էլ կարևոր չի իր համար։ Ու դրա համար ես եկա այստեղ։ Համ պաշտպանում եմ այս ձիուն։ Նայեք, նայեք։ Ահա, պաշտպանում եմ այս ձիուն, որ ինքը չխփի, ու այս որովհետև ստեղ հարված կա, դեպի նավակ է գնում, այդ բանը պահելու համար։ Ահա, հիմա այստեղ ինքը հարձակվում է, ժողովուրդ, ես հետ եմ քաշում։ Հիմա շատը ինքն է հարձակվում, ես եմ հետ քաշված, այս դեպքը հիմա այդ տեսակ է զարգանում։ Տեսեք, ինքը հարձակվեց, ես էլի հետ քաշվեցի, ինքը հարձակվեց։ Նայեք, ստեղ ինչ տարբերակներ կար։ Եթե ես փղով հարված էի, ինքը կուտեր իմ ձին, սպիտակի փղի դեմի ձին։ Ես եկա այստեղ, ինքը հարվածեց զինվորիս։ Ինչ եմ ես նավակով ստեղ գալի, որովհետև այն սպիտակի արքայի փիղը այս հարվածը տալիս է, պահում է։ Ու ինքը կարար հարձակվեր իմ սև փղի վրա ու թագուհուս վրա ու նավակից վրա։ Այսինքն այդ բանը ես կանխեցի այս առումով։ Այստեղ մենք արդեն փորձում ենք, ստեղ ուրիշ քայլ ես չտեսա, որ կարամ անեմ ու ավելի լավ է ես որոշեցի թագուհուս գործի մեջ դնեմ։ Այդ դեպքում ինքը պասիվ էր էլի պաշտպանության գործում։ Այստեղ ես շատ սխալ քայլ արեցի, ինքն էլ սխալ քայլ արեց, ժողովուրդ։ Նայեք, ստեղ ես նավակս բերեցի արքայի մոտ, որ այդ հարվածի ուղղությունը փղի, փակեմ ու կարողանամ իմ ձիերս օգտագործեմ։ Բայց ստեղ շատ վատ բան եղավ, ու ինքն էլ էդի չնկատեց։ Ու ստեղ կարար ինքը զինվորով գար առաջ, իմ փղին հարվածի տակ դներ, ու իր ձին պահում էր էլի զինվորին։ Ես եթե հարված էի, ինքն էլ կհարվածեր։ Ես հարվածելու էի թագուհով, ինքը համ կարար սպիտակ փիղը ստաներ, ժողովուրդ, համ ստեղ կարար հարձակվեր նաև իմ այս կոնտրոլը պահող ձիու վրա, որը թագուհու հետ նույն շարքի վրա է գտնվում, ու հետո կլիներ այս մյուս ձիու վերջը։ Այսինքն շատ վատ ձևի կընթանար, ժողովուրդ, բայց ինքը արեց այս քայլը, որը իմ համար շատ ուրախացնող էր։ Ես ձիով հարվածեցի, ինքն էլ հարվածեց։ Այստեղ արդեն իմ բախտը բերեց, որտեվ իր ժամանակը արդեն վերջանում էր, ինքը սկսեց արագ խաղալ, դրա վրա այդ սխալը արեց, ժողովուրդ։ Այստեղ ես արդեն հարվածեցի իր ձիուն, որտեվ զինվորը փակել է այն սպիտակ փղի ճանապարհը, ես հարվածեցի, ինքը արդեն սկսեց սխալ քայլեր անել, ժողովուրդ։ Ես արդեն սկսեցի շախեր տալ,
ինքը հետ քաշվեց ամենասխալ տեղը ժողովուրդ, որտեղ որ կարար ինքը գնար, այդ ամենասխալ տեղը ինքը գնաց։ Ու հետո ես թագով էլի շահ տվեցի, ինքը եկավ այստեղ եւ քանի որ ծիս պահում է, իրան մատ արեցի ժողովուրդ։ Եթե sense խաղերը ձեզ հետաքրքրում է, ժողովուրդ ջան, շախմատը անպայման կոմենտներում արձագանքեք, այս վիդեոյի տակ հավաքեք 10 լայք ժողովուրդ ու բաժանորդագրվեք ալիքին, զանգակն միացրեք։ Այսօր այսքանը, սպասեք նոր վիդեոների։ Ստեսություն։